Հարկերի բարձրացումը իրական աղետ է դարձել անհատ ձեռներեցների համար։ Արմլուրեհեմի հետ զրույցում գնունի շուկայի աշխատակիցները պատմեցին, որ չնայած հարկերը վճարելուն, օրվա կտրվածքով հնարավոր է, որ չկարողանան գումար աշխատել։ Վաճառականները նաև հավելեցին, որ չեն պատրաստվում լռել և շարունակելու են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Ես շուկայում եմ 30 տարի, ու այս շուկայի ուղղությունները գիտեմ։ Այս Նիկոլ Փաշինյանն է, ես չեմ հասկանում իրականությունից կտրված, ասենք այդ 27,000-ը որ ասում է, ով է ուսումնասիրել, մասնակիցներից մեկն է ասել, որ 27,000 օրական դա բիզնես չի։ Հիմա ստե մանգան երևի 90%-ը այդքան գումար չի աշխատում, օրեր ալում մի դրամ չենք աշխատում, այդ ո՞նց եղավ։ Դուք օրինակ 15 օրվա կտրվածքով ինչքան գումար եք աշխատում։ Ես այս 3 օրա ոչ մի դրամ չեմ աշխատել։ Թե եղել է ժամանակ, որ թոշակը ստացել եմ, բերել եմ, դրել եմ, որ արենդայի փողը եւ այլ դզենք, որ գոնե հարկերը կարողանանք։ Արենդան ինչքան է։ Արենդան քառակուսի մետրը 29,000։ Այս շուկայում։ Ու ասենք, տենց ծերծերին հասցնելով հիմա այս նեղ մոմենտի, որ ասենք, այս հունվարից հետո ամեն ինչ վատացել, ամեն ինչ թանկացել, առևտուր չկա, ժողովրդի ձեռը փող չկա, մի անգամից 10% է սարքում։ Լավ ժամանակներ ելնի, ասենք, մի քիչ հարստանա ժողովուրդը, երկրի վիճակը լավանա, դու սարքին 10%, բայց հիմա խեն սարքում։ Ու պլյուս դրա այս հին ապրանքները ինչ թղթաբանություն։ Դաժե նոր ապրանքներ կա մարդը, չունի ինքը գումար։ Գնում այն ներկրողից վերցնում է, բերում է վաճառում, ասենք, իր ծախսերի բան հանում, չի կարա թուղթ տա, որ թուղթ տվեցին, գները հելնելու է։ Այդ թազա նոր ապրանք, իսկ հին ապրանքին ոչ ոք թուղթ չտա։ Դες բան չկա։ Այս բազարն յուրահատուկ բազար է, շուկա է, մեծ մասը օգտագործած ապրանքներ են վաճառում։ Ասենք մի քանի 1% երևի, որ ներկրող են, ունեն թուղթ, իրանք 1% են թող աշխատեն, ով է իրանց բան ասում։ Բայց այս մեծամասնության կարծիքը պետք է հաշվի առնեն։ Իսկ բողոքի ակցիաները, որ տեղի են ունենում, ինչ կարծիք ունեք դրանց մասին, արդյոք ինչ որ բան իզորու են փոխել բողոքի ակցիաները, ու արդյոք դուք մասնակցում եք թե ոչ։ Ես սկզբի օրվանից էլ մասնակցել եմ մեր շուկայում կորիզը կա, ասենք կազմակերպում դուրս են գալիս միշտ, մեր իրավունքների համար դի պայքար ենք։ Հիմա մենք դժգոհ ենք դրա համար, որ ես այն ժամանակ էլ մասել, հիմա էլ եմ ասում։ Դուք ժողովրդի կարծիքը հաշվի չառաք, չքննարկեցիք։ Ես ոչ մի անգամ չեմ տեսել հեռուստատեսությամբ մինչև հունվարը 25 թվականի հունվարի 1-ը չեմ տեսել, որ նստեն քննարկեն մասնագետները, տնտեսագետները, այդ 10% է, դրա հետևանքները, դրա արդյունքները ինչ ալնելու։ Նիկոլ Փաշինյանն ասում է մի ժամանակ մտցնենք, տենանք ինչ է, եթե որ ժողովուրդը փորձադաշ չի։ Մեղքն է ժողովուրդը, հեսա պարապությունից նստած շախմատ են խաղում։ Ձեր գործընկերներից մեկը նշեց, որ 50,000 տնտեսվարող կա։ Ըստ ձեզ ինչու 50,000-ն էլ մի մարդու պես չեն կանգնում ոտքի եւ միգուցե այդ կերպ խնդրին լուծում։ Ես ուսումնասիրել եմ, ինձ թվում է ժողովուրդը դուխից ընկավ։ Դուխից ընկել են, ասում են ոչ մի բան չի ասում, ոնց է մենք գնում ենք քանի անգամ գնացել ենք, ասում է մեկը, օրենքը ուժի մեջ է մտել, ոչ ոք բան, ու մարդիկ ասում են ինչ պետք է փոխվի։ Սխալ են ստեցա, այսինքն դուխից ընկել է ժողովուրդը։ Բայց ինչ եք կարծում, պետությունը կընդառաջի ձեզ։ Դե պետությունը ասել է մի հատ Նիկոլ Փաշինյանն ենք հասկանում, էլի ինքը պետք է այդ օրենքը ոնց մտցելն էս պետք է գոնե կասեցնեն, հետազոտեն, ուսումնասիրեն, գան մի հատ նայեն այս շուկան յուրահատուկ շուկա, մի հատ գան առանձին տնտեսվարողների հետ զրուցեն, տենան ոնց է, վիճակում գան կանգնեն օրերով մոտը, տենան առևտուր անում է։ Բայց դուք շարունակելու եք պայքարելը։ Անպայման։ Կտրուկ ասա, որ չենք գույքագրում ու վերջ։